Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հաստատեցին, որ կազմակերպության ներկայացուցիչները երեկ և այսօր տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին։ Բաքուն սեպտեմբերին փակեց միջազգային այս կառույցի գրասենյակը իր տարածքում փաստացի բանտարկված հայերը կազմակերպության հեռացումից հետո հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ և նրանց վիճակի մասին տեղեկություն հարազատները որևէ անկախ աղբյուրից չեն կարող ստանալ։ Այս այցը տեղի է ունեցել կազմակերպության կենտրոնակայանի և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության արդյունքում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում բոլոր պահվող հայ անձանց, որոնց ձերբակալումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը։ Ես կարող եմ միայն մեկնաբանել այն դեպքերի մասին, որոնք վերաբերում են առողջության, առողջական վիճակին և ուղղակի նշելով, որ թիմի կազմում կար նաև մեր պատվիրակներից բժիշկ, որովհետև ըստ ընթացակարգերի կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այդպես էլ այս անգամ իհարկե ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները։ Իսկ ինչ-որ ծանրոցներ փոխանցվել են ընտանիքների կողմից և տեսազանգի հնարավորություն, որ նախկինում Կարմիր խաչի միջոցով էր իրականացվում, հնարավոր եղել է։ Այս անգամ ընտանիքների կողմից չի փոխանցվել որևէ բան և այս այցը սահմանափակվել է հիմնականում մեր կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով և այսքանն էր այս այցի շրջանակը այս անգամ։ Կարմիր խաչը Ադրբեջանում փակվել էր, պես է ստացվել այս այցը։ Այս այցը կազմակերպվել է ուղղակիորեն մեր կազմակերպության Ժնևի գլխավոր գրասենյակից և բնականաբար արդյունք է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության։ Մենք պատրաստակամ ենք և բաց ենք շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը։